Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում խոսելու ենք շատ արդի եւ մշտապես իր կարեւորությունը պահպանող մի խնդրի մասին, այն է արյան միջոցով փոխանցվող վարակների մասին։ Այս հիվանդությունները տարիների ընթացքում լուրջ մարտահրավեր են տարբեր տարածաշրջանների եւ կարելի ասել ողջ աշխարհի համար, խոսքը գնում է միավ, ձիահ եւ իհարկե տարբեր հեպատիտների մասին։ Այսօրվա իմ հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, վարակաբան Հերմինե Հովակիմյանը։ Ողջույն, Բժշկուհի Հովակիմյան։ Եկեք նախ խոսենք այս տերմինի մասին, ինչ են իրենցից ներկայացնում արյան միջոցով փոխանցվող վարակները, որոնք են այդ հիվանդությունները։ Իրականում տերմինը մի քիչ ընդարձակ տերմին է, արյան միջոցով տարածվող շատ վարակներ կան, բայց առավել արդիական են միավը, վիրուսային հեպատիտները, B-ն, C-ն, ինչպես նաև սիֆիլիսը, եւ սկրինինգային հետազոտությունների ընթացքում հենց հիմնականում այս 4 վարակի վերաբերյալ է անցկացվում հետազոտություններ։ Հետաքրքիր է, որոնք են համարվում ամենաակտուալները մեր ժամանակներում եւ ինչու է անհրաժեշտ եւ կարեւոր այդ մասին տարբերաբար խոսել։ Այս հիվանդությունների ակտուալությունը կայանում է նրանում, որ հիմնականում իրենք քրոնիկ ընթացքով են ընթանում եւ տարիներ շարունակ մարդիկ չեն ունենում ախտանշաններ, որպեսզի կասկածեն իրենց մոտ հիվանդության առկայության մասին։ Այդ պատճառով շատ կարեւոր են վաղ հայտնաբերման եւ նաեւ արդյունավետ բուժման համար սկրինինգային հետազոտությունները, որոնց եթե նույնիսկ տվյալ անձը չի պատկանում որևիցե խոցելի խմբի, ապա ցանկալի է, որ գոնե իր կյանքում մեկ անգամ ինքը հետազոտվի այս վարակների վերաբերյալ։ Քանի որ սկսեցինք շատ համընդհանուր, եկեք խոսենք ինչ միջոցներով են առհասարակ այս վարակները փոխանցվում եւ իհարկե որի դեպքում առավել որ միջոցն է ամենատարածվածը օրինակ։ Ուրեմն առհասարակ այս վարակները ունեն նույն փոխանցման ուղիները, այսինքն իրենք տարածվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով, ինչպես նաև հնարավոր է մորից երեխային փոխանցում հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրման ժամանակ, բայց ամեն մի վարակի ժամանակ կան ավելի գերակշռող ուղիներ, օրինակ միավի ժամանակ, միավարակի ժամանակ ավելի գերակշռող ուղին դա սեռական ճանապարհն է, հեպատիտ B-ի ժամանակ արյան միջոցով փոխանցում եւ սեռական ճանապարհը սենց հավասար ուղիներ են, քանի որ հեպատիտ B-ի վիրուսը բավականին կայուն վիրուս է եւ դժվար է իրեն արտաքին միջավայրի պայմաններում բավականին լավ կարողանում է պահպանվել եւ նույնիսկ աննշան քանակի արյունը կամ չոր արյունը կարող է լինել վարակի աղբյուր, այդ պատճառով առավել արդիական է արյան միջոցով փոխանցումը։ Հեպատիտ C-ի ժամանակ ավելի սեռական ճանապարհը հազվադեպ է փոխանցման ուղի հանդիսանում, առավել հաճախ հենց ներարկային թմրանյութեր օգտագործողների մոտ է հիվանդությունը տարածվում, այսինքն համատեղ թմրանյութերի օգտագործման հետևանքով։ Մենք շատ խոսում ենք նաև տարբեր օրինակ գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժարաններում վարակի տարածման մասին։ Արդյոք ձեզ հայտնի կան այդ կանխարգելիչ միջոցները կամ վերահսկող համակարգերը, որոնք պարբերաբար օրինակ եւ իրազեկում են եւ կատարում են ստուգիչ աշխատանքներ վարակների կանխարգելման համար։ Այո, ճիշտ եք, ցավոք սրտի հատկապես հեպատիտ B-ն եւ C-ն հնարավոր է վարակվել, որտեղ միավը օրինակ անկայուն վիրուս է եւ ինքը արագ է անհետանում արտաքին միջավայրից եւ ամենապրիմիտիվ ախտահանիչ միջոցառումները բավարար են լինում վիրուսից ազատվելու, բայց հեպատիտների B-ի, C-ի, հատկապես B-ի պարագայում դա այդքան էլ այդպես չէ, այստեղ ավելի լուրջ ախտահանման միջոցառումներ են անհրաժեշտ եւ երբեմն այո, մենք առնչվում ենք դեպքերի հետ, որ մարդիկ ընդհանրապես օգտվելով նման բժշկական եւ նաեւ ոչ բժշկական ինվազիվ միջամտություններից իրենք ձեռք են բերում այդ վարակները։ Նու չեմ կարող ասել, հավանաբար երկրում դա իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, բայց ինչքանով է դա կարծում եմ վերահսկվում է մեր Այո, այս շատ կարևոր է իմանալ, տեսեք, որ խմբերում են այն մարդիկ, ովքեր որ խիստ պետք է իրազեկված լինեն կամ իմանան, որ տարին մեկ իրենք պարտադիր պիտի արդյոք կան այդ խոցելի խմբերը, թե յուրաքանչյուր ոք հասուն օրինակ տարիքում պետք է պարտադիր անցնի թեստավորումները, մի փոքրուց նաև խոսենք այդ հստակ թեստավորման տեսակներից։ Ուրեմն կան այո, առավելապես խոցելի խմբեր, դրանք հենց նշեցի թմրանյութերի ներարկային օգտագործողներն են,
տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ են, կոմերցիոն սեքս ծառայություն մատուցող անձինք են, Հայաստանում նաև աշխատանքային միգրանտներն են, այդ խոցելի խմբերը իրենք են, բայց իհարկե ինչպես նշեցի, ոչ ոք ապահովագրված չէ, եթե մարդ գեթ մի անգամ օգտվել է ինչ-որ նմանատիպ կոսմետիկ, տատու, պիրսինգ, մանիկյուր, պեդիկյուր եւ այլն, իրենք եւս հնարավոր է լինեն վարակված եւ իհարկե անհրաժեշտություն կա, որ այդ մարդիկ եւս իրենց կյանքում գոնե մեկ անգամ հետազոտվեն այս վարակների նկատմամբ։ Կան հստակ սկրինինգներ, որոնք վերաբերվում են դոնորական արյան եւ արյան բաղադրիչների սկրինինգին, դա հղիների սկրինինգն է, որովհետեւ կարեւոր է հղիների սկրինինգը այն տեսանկյունից, որ մորից երեխային փոխանցման, կանխարգելման միջոցառումներ համապատասխանաբար կիրառվեն, բուժաշխատողների սկրինինգ են, բուժաշխատողները, ովքեր առնչություն են ունենում արյան հետ, աշխատանքի ընդունվելիս եւ բարբերաբար իրենք եւս անցնում են սկրինինգային հետազոտություններ, սկրինինգային հետազոտություններ են կատարվում նաև զինվորական ծառայության ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև այն նորածինները, ովքեր ծնվում են համապատասխան վարակ ունեցող մայրերից, իրենք եւս պետք է անցնեն համապատասխան հետազոտություններ, որպեսզի պարզվի նաև երեխայի վարակված կամ չվարակված լինելու կարգավիճակը։ Հետաքրքիր բան ասեմ այսօր, չհասցրի ձեզ հետ կիսվել, բայց ինչ հետաքրքիր զուգադիպություն է, ես հենց այսօր առավոտյան մինչև նկարահանման գալը հենց մոտեցել էի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն իմ հերթական սկրինինգ տեստերը անցնելու որպես բուժաշխատող։ Այնպես որ շատ արագ եւ հարթ ամեն ինչ ընթացավ, ես ուղղակի հացած էի այդ պրոֆեսիոնալ, այսպես ասած, եւ հարթ ընթացակարգով, որ շատ արագ տեստերը կատարեցինք։ Խնդրեմ նաեւ իրազեկենք մեր հեռուստադիտողներին այն մասին, ինչպիսի թեստավորումներ են շնչուղիներից է, որտեղից է վերցում քսուկ, ինչ process է դա եւ ինչ է սպասվում, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս իմանան, ունեն ցանկություն, չգիտեն ուր դիմել եւ ինչպես անցնել թեստավորում։ Առիթից օգտվելով նշեմ, որ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, թե մեր ամբուլատոր կլինիկայում, որը գտնվում է Աճառյան 2 հասցեում, թե ստացիոնարային կլինիկայում, որը գտնվում է Բաբաջանյան 21 հասցեում, իրականացվելու են հետազոտություններ, դրանք արագ թեստեր են, այսինքն ընդհանրապես այցելուից պահանջվում է մի քանի րոպե, մատից արյունով հետազոտություններ են անցկացվելու միավի, հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի եւ սիֆիլիսի վերաբերյալ։ Եվ ես կցանկանայի, որ մարդիկ չվախենան, դիմեն անպայման, հետազոտվեն եւ հստակ իմանան իրենց կարգավիճակը, որովհետեւ վաղ հայտնաբերումը դա արդյունավետ բուժման ամենամեծ գրավականն է։ Միանշանակ, այսինքն յուրաքանչյուր կամավոր կարող է նոյեմբեր ամսվա ընթացքում մոտենալ եւ հետազոտվել։ Խոսենք նաև մի փոքրիկ զգայուն թեմայից, որ կարծում եմ էլի մեր հեռուստադիտողներին կանհանգստացնի եւ կմտահոգի, արդյոք պահպանվում է այս գաղտնիությունը եւ ինչպես ենք վարվում, եթե օրինակ այս կամ այն տեստը դրական է եկել, արդյոք առաջինը օրինակ իրազեկվում է բուժառուն հաճախորդը եւ ինչպես է այդ ինֆորմացիան հետո պահպանվում։ Միանշանակ գաղտնիությունը պահպանվում է, դա բժիշկի եւ պացիենտի մեջ է մնում, պացիենտը ինքն է որոշում ում իրազեկել, այսինքն բժիշկը ուղղակի տեղեկացնում է այցելուին, պացիենտին, որ ինքը ունի այս կամ այն վարակը։ Բնականաբար բժշկական գաղտնիքը պահպանվում է եւ բժշկի կողմից ոչ մի ավելորդ ինֆորմացիա այլ անձանց չի տրվում։ Բժշկու Հովակիմյան, գիտենք, որ շատ տարածված միֆեր են, որ օրինակ հեպատիտները չեն բուժվում եւ մարդիկ շատ կարճ կյանքի տևողություն ունեն, եթե հնարավոր է խոսենք նաեւ այս միֆի մասին, արդյոք հեպատիտը բուժվում է, որ տեսակն է, որ առավել վտանգավոր է առողջության համար եւ ինչպես ապրել հեպատիտով։ Նշեմ, որ հեպատիտ տերմինը ինքը նշանակում է լյարդի բորբոքում, երբ որ խոսում ենք հեպատիտ B-ից եւ C-ից, իրենք լրիվ տարբեր հիվանդություններ են, լրիվ տարբեր վիրուսներ են։ Երբեմն պացիենտը կարող է մոտենալ ինձ, ասել ես ունեմ հեպատիտ B, քանի որ կա հեպատիտ C-ի հասանելիություն բուժման, խնդրում եմ դա բուժեք, դա էլ կբուժվի, բայց առհասարակ թե ախտորոշման, թե բուժման մեթոդները իրարից լիովին տարբերվում են։ Նշեմ, որ հեպատիտ C-ն լիարժեք բուժելի հիվանդություն է եւ
եւ 2020 թվականից Հայաստանում գործում է ազգային ծրագիր, որի շրջանակներում պացիենտները հնարավորություն ունեն ախտորոշվելու եւ ստանալու անվճար բուժում վերջին սերնդի ժամանակակից պրեպարատներով ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերով։ Բուժման տևողությունը միջինում 12 շաբաթ է, հնարավոր է ավելի վաղ նաեւ ապակինում 8 շաբաթվա ընթացքում եւ ավելի բարդացած դեպքերում 24 շաբաթյա բուժում է նշանակվում։ Բուժման արդյունավետությունը մոտ 95% է, այսինքն 100-ից 95-ը լիարժեք ապակինվում է, եթե պատշաճ ընդունում է դեղորայքը։ Ինչ վերաբերվում է հեպատիտ B-ին, հեպատիտ B-ն արմատական բուժում չունի, բայց այն լիարժեքորեն վերահսկելի հիվանդություն է, այսինքն պացիենտը եթե գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ եթե ունենում է ցուցում բուժման նշանակման, տրամադրվում է հակավիրուսային բուժում։ Ցավոք սրտի դեռևս ազգային ծրագիր հեպատիտ B-ի բուժման Հայաստանում չկա, բայց այդ ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ, հավանաբար մոտակա ամիսների ընթացքում մենք կունենանք նաև հեպատիտ B-ի բուժման ազգային ծրագիր։ Նկատենք անվճար հիմունքներով չկա, բայց առհասարակ այո, կարող են ձեռք բերել դեղորայքը, բայց պետության կողմից տրամադրվող ներկա պահին հեպատիտ C-ի բուժումն է, որը հասանելի է, մատչելի է եւ բոլորը կարող են դիմել ու ստանալ բուժում։ Բայց ցանկանում եմ նշել, որ հեպատիտ B-ն չնայած լիարժեք բուժելի հիվանդություն չէ, բայց այն լիարժեք կանխարգելելի հիվանդություն է, ի տարբերություն հեպատիտ C-ի, որ չկա պատվաստանյութ, հեպատիտ B-ի դեպքում կա պատվաստանյութ եւ ինքը բավականին արդյունավետ է։ 99 թվականից արդեն Հայաստանում ազգային օրացույցում կա հեպատիտ B-ի վակցինացիան, բոլոր նորածինները արդեն իսկ սննդատանը սկսում են ստանալ, հետագայում եւս 2 պատվաստում է իրականացվում եւ դա կարող է պաշտպանել մարդուն։ Նախկինում ասում էին, որ ընդամենը 10 տարի եւ այլն, բայց վերջին ժամանակներում մարդը ստուգում է իր հակամարմինների մակարդակը եւ համապատասխան ծիտրի առկայության դեպքում այլևս ռևակցինացիայի կարիք չի լինում կամ լինում է, եթե հակամարմինների ծիտրը ցածր է։ Եվ ուզում եմ նշել, որ այդ թվականից ի վեր մենք նոր սերնդի մոտ արդեն իսկ տեսնում ենք հեպատիտ B-ի համարյա թե նոր դեպքեր չեն արձանագրվում։ Հիանալի փաստ է արձանագրելու համար, փաստորեն եթե մարդ օրինակ չի հիշում կամ չգիտի այդ ինֆորմացիան չի տիրապետում, ինքը ստացել է թե ոչ, բայց հավանաբար ստացել է ծնվելիս, այո, նորածնային շրջանում, կարելի է նույնիսկ հանձնել, թեստավորում անցնել, տեսնել հակամարմինների տիտրը եւ ըստ դրա որոշել ինքը ռևակցինացիայի կարիք ունի թե ոչ, ճիշտ հասկացա։ Այո, ճիշտ հասկացա։ Շատ լավ, շատ լավ։ Խոսենք նաեւ այո, իրազեկումից եւ կանխարգելման ծրագրերից, ինչպես է դա իրականացվում, արդյոք օրինակ առաջնային ուղղակի բուժ աշխատողներն են դա անում, անմիջապես ինֆեկցիոն, այսպես ասած, կանխարգելման ծրագրեր կան, որոնք կուզենայիք այս պահին իրազեկել մեզ, ինչպես է իմանում օրինակ մեր հեռուստադիտողը կամ մեր բնակիչները, մեր ազգաբնակչությունը, որ իրենք կարիք ունեն կանխարգելելու այս հիվանդությունները եւ ինչ ճանապարհով։ Արագ թեստերը հասանելի են առողջության պահպանման առաջնային օղակներում եւ խոցելի խմբերը, որոնք նշեցի ես արդեն, իրենք կարող են հետազոտվել այդ վարակների նկատմամբ։ Ցանկացած տեղ արկա են տեստերը եւ մարդիկ ունեն հնարավորություն հետազոտվելու։ Ասեմ ավելին, հեպատիտ B-ի պարագայում, եթե տան անդամը, եթե տվյալ անձը ինքը խոցելի խմբի ներկայացուցիչ է, բացի նորածնային տարիքից մեծ տարիքում արդեն ինքը հնարավորություն ունի իր տեղամասային պոլիկլինիկայում ստանալ պատվաստում եւ եթե ընտանիքի անդամը վարակված է հեպատիտ B-ով, ունի այդ վիրուսը, ապա ընտանիքի մյուս անդամները եւս հնարավորություն ունեն տեղամասային պոլիկլինիկայում պատվաստում ստանալու։ Դրա մասին ուզում եմ անպայման իմանալ, որովհետեւ շատ դեպքերում ամուսիններ են լինում, կինը ունենում է, ամուսինը ոչ, բայց իրենք տեղյակ չեն լինում, որ ամուսինը պետք է ստանա պատվաստում եւ լիարժեքորեն լինի պաշտպանված։ Եվս մեկ լրացուցիչ ինֆորմացիա, որ այսօր մեր հեռուստադիտողները եւս կտիրապետեն եւ ամփոփելով այսօրվա թեման, խնդրեմ, եթե կան ընդհանուր խորհուրդներ կանխարգելմանը վերաբերող, սեփական առողջությանը, հարազատների առողջությանը ավելի հետեւական լինելու, խնդրեմ, կարող եք հնչեցնել։ Նախ ուզում եմ նշել, որ այս հիվանդությունների վաղ ախտորոշումը շատ կարևոր է, թե անհատական տեսանկյունից, թե հանրային առողջապահության տեսանկյունից, որովհետև դա օգնում է
ինչպես պահպանել տվյալ անձի կյանքը, առողջությունը, այնպես էլ պաշտպանել մյուս մարդկանց այս վարակներով վարակումից, այսինքն եթե տվյալ անձը լինում է վերահսկելի վիճակում, ստանում է բուժում, ինքը այլևս դադարում է վարակի աղբյուր լինելուց, սա կարևոր է հանրային առողջապահական տեսանկյունից եւ իհարկե կան տարբեր գլոբալ նպատակներ, որոնց միացել է նաեւ մեր երկիրը, որ 2030 թվականին մենք պիտի ունենանք այս հիվանդությունների էլիմինացիա, միավի, հեպատիտներ B-ի եւ C-ի։ Էլիմինացիա չի նշանակում հիվանդությունների իսպառ վերացում, բայց իրենք լինեն այնքան վերահսկված եւ իջնի մահացությունը, նվազի տարածվելու հակումը, որ իրենք դադարում են դառնալ հանրային առողջապահական խնդիր։ Այս ամենի համար իհարկե կարևոր են սկրինինգները, կարևոր է հետազոտություն անցնելը եւ վաղ հայտնաբերումը։ Մարդիկ պետք է չվախենան, անպայման դիմեն, առանց որևիցե ֆինանսական խոչընդոտի իրենք կարող են հետազոտվել, իմանալ եւ անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում։ Շնորհակալ եմ շատ, որտեղ այսօր դուք եւս մի շատ կարևոր միասին կարելի ասել գործ արեցինք, դա եւ իրազեկումն է եւ հուսամ, որ մոտ 5 տարի հետո երբ մենք եւս մեկ անգամ զրույց կունենանք եւ հարց կլինի ակտուալ խնդիրների որպես հիվանդություն, այլևս այս հիվանդությունները այդքան ակտուալ եւ արդիական չեն լինի, ինչպես դուք ասացիք 2030 թվականից սկսած։ Հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցում էինք Արան միջոցով փոխանցվող վարակների մասին։ Իմ այսօրվա հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար եւ վարակաբան Հերմինե Հովակիմյան, ում հետ խոսեցինք մասնավորապես միավի, հեպատիտների, B եւ C տեսակների վարակի տարածման մասին եւ իհարկե խոսեցինք ինչպես կարելի է կանխարգելել, ինչպիսի թեստավորումներ եւ սկրինինգ տեստեր են իրականացվում մեր տարածաշրջանում։ Իսկ մենք շարունակում ենք տեղափոխվելով Կուրտ մասնագետից հիշեցնեմ, որ այս հատվածի մեր գործընկերն է Դերմետիկ, դերմատոկոսմետիկ բարձրակարգ միջոցները, որոնք նախատեսված են զգայուն, գերզգայուն մաշկի ամենօրյա խնամքի համար։